Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Առաջ Աչակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանի հետ։ Պարոն Ասատրյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ 3 նոյեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց, կուզենայի մեկնաբանեիք, թե որոնք էին այն առանցքային կետերը, որոնք դուք ձեզ համար առանձնացրել եք այդ հարցազրույցից։ Ինչպես հատուկ է երկրորդ նախագահին, այդ 1 ժամ տևած հարցազրույցը կրկին անգամ առանձնացավ իր պրագմատիզմով, կառուցողական մոտեցումներով, ներքին լսարանին հետաքրքրող հարցերի ուրեմն արծարծումներով, որոշակի հարցերի պատասխաններով, որոշակի բացահայտումներով, այսինքն կրկին անգամ երկրորդ նախագահի հարցազրույցը իր մեջ ներառում էր նյութ, իր մեջ ուրեմն ներառում էր բովանդակություն եւ իր մեջ ներառում էր քաղաքական խոսույթ։ Վերջին ժամանակներին ուրեմն Հայաստանում ներքաղաքական կյանքում շատ են մանր ու միջին մեծ կամ փոքր քաղաքական գործիչները, որոնց քաղաքական խոսույթում իրենք անընդհատ խոսում են, բայց իրենք ոչինչի մասին չեն խոսում։ Հայտնի խոսքն ասում է ավելի լավ է ասել ոչինչ չասել, քան ասել ոչինչ։ Կամ կիսաճշմարտություն ասել, մինչև վերջ չհասցնել։ Այո, բայց այս անգամ ուրեմն երկրորդ նախագահի հարցազրույցը իրեն հատուկ կերպով, ոնց ինչպես մյուս հարցազրույցները, իր ասուլիսները շոշափեցին կարևորագույն հարցեր եւ իրենց մեջ ունեին մեծ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խոսույթ, ուրեմն նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում թե անդրադարձավ արտաքին քաղաքական եւ Հայաստանի ուրեմն հետաքրքրություններին եւ արտաքին ուրեմն գեոքաղաքական բևեռների հետաքրքրություններին, ինչպես նաեւ ներքին լսարանին ուղղված որոշակի խոսույթ կար եւ ես առաջարկում եմ այսպես ուրեմն մասերի բաժանելով հերթով անդրադառնանք թե ինչ խոսույթեր իր մեջ պարունակում։ Դուք նշեցիք, որ բացահայտում կար։ Հեռուստադիտողների համար կներկայացնեք ձեզ համար բացահայտումը որն էր եւ ինչ հարց է դա լուծում։ Ինձ համար բացահայտում չկար, բայց հանրային մեծ լսարանի համար դա կարող էր բացահայտում լինել, խոսքը վերաբերում էր նոյեմբերի 9-ին նախորդած իրադարձություններին, երբ որ նախագահ Քոչարյանը նշեց, որ մի կողմ դնելով անձնական անտիսիմպաթիան եւ անձնական վերաբերմունքը Արցախի նախագահի նկատմամբ ես իմ պատրաստակամությունը հայտնել էի եւ որոշակի խնդիրը լուծելու որոշակի փաթեթով եւ որոշակի պատրաստակամությամբ ես պատրաստ էի համագործակցության, որովհետեւ այստեղ հայրենիքի կորստի ուրեմն հարցն էր, բայց ինչպես տեսանք, որ Արայիկ Հարությունյանը իր ուրեմն առաջարկին, երկրորդ նախագահի առաջարկին պատասխանել էր, որ Նիկոլը ինձ կուտի։ Զարմանալի է հիմա Արայիկ Հարությունյանի նման ուրեմն պահվածքի արդյունքում հիմա Չակերտավոր Ալիևն է իրեն ուտում եւ ես չեմ հասկանում, եթե դու տեսնում ես, որ օր-նորի վրա դու կորցնում ես քո երկիրը, ինչ կարեւոր է քեզ ով է ուտելու կամ քեզ ով է ծամելու կամ ինչ է անելու։ Դու պետք է ցանկացած եւ բոլոր ունակ ուժերի հետ համագործակցելու պատրաստակամությունն ունենաս։ Այս առումով սա բացահայտում էր, որովհետեւ սրան արդեն նախորդել էր որոշակի իրադարձություններ, երբ շատ տարօրինակ այսպես ձևակերպումը տամ ուժեր շատ տարօրինակ հանգամանքներում Արցախի ընտրություններում սատարում էին Արայիկ Հարությունյանին։ Եթե մենք սա փազլը հավաքենք, շատ տարօրինակ պատկեր է ստացվում։ Հատկապես ուժերը, ովքեր շատ կտրուկ դեմ էին մինչ այդ արտահայտվում Արայիկ Հարությունյանին։ Եվ այս փազլը հավաքելու դեպքում բացահայտումը Չակերտավոր արդեն հստակ է եւ դա շատ մարդկանց շատ հարցերի պատասխաններ կարող է տալ։ Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին պարոն Քոչարյանի մեկնաբանությունը արդյոք հույս տալիս է, որ մոտակա ժամանակներում, եթե Հայաստանի իշխանություն փոխվի, ունենանք ազգային իշխանություն, Հայաստանի Հանրապետության եւ հայկական շահերը հետապնդող իշխանություն, հնարավորություն կա նորից Արցախ վերադարձի։ Հնարավորություն ես ինքս տեսնում եմ, բայց այդ հնարավորության ուրվագիծը շատ աղոտ եմ պատկերացնում, որովհետև դա միայն ղեկավարից կախված գործառույթ չէ։
ուրեմն ժողովուրդն ու հավաքականությունն էլ պետք է պատրաստ լինի դրան։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ աստվածաշնչյան հայտնի կերպարի պես, Մովսեսի պես ինչ-որ մեկը գալու է փայտը խփի, միջանցք բացվի ու ժողովրդին տանի ավետյաց երկիր, իրենք չարաչար սխալվում են։ Դրա համար կամք եւ վճռականություն եւ պատրաստակամություն է անհրաժեշտ։ Մենք տեսանք, որ վերջին առնվազն 5 տարիներում 5 տարի ընդամենը պահանջվեց, որպեսզի Արցախյան հիմնահարցը եւ առհասարակ Արցախի հետ կապված ցանկացած քաղաքական խոսույթ ուրեմն ստվերանա եւ մղվի երկրորդ պլան ազգին եւ հավաքականությանը կրկին ազգային նպատակներ են անհրաժեշտ, որպեսզի այդ ազգային նպատակների դոկտրինի շրջանակներում հնարավոր լինի դա իրականացնելը։ Դա իրենից զրկանքները պահանջելու, դա իրենից ճիքերը պահանջելու։ Եվ շատ երկարատև process է։ Իհարկե, սա մեկ անձով պայմանավորված process չպետք է լինի։ Երկրի ղեկավարը, ով կկրի ազգային արժեքներ, իր թիկունքում պետք է զգա ուրեմն ազգի եւ հավաքականության աջակցությունը եւ ցանկությունը այդ վերադարձը ուրեմն կազմակերպելու, քանի դա տեղի չի ունենա, մեկ ղեկավարը չի կարող այդ ամենը կյանքի կոչել, հետևաբար ղեկավար եւ հասարակություն գոյացած է հսկայական անդունդը եւ հսկայական ապաթիան պետք է նախ եւ առաջ հաղթահարվի, իրենք ընկալվեն որպես մի ամբողջականություն, որպեսզի հնարավոր լինի ազգի եւ հայրենիքի առաջ տնել որոշակի ազգային բարձր մեծ նպատակներ եւ շատ ջանասիրությամբ, համբերատարությամբ ուրեմն հասնել նպատակների իրականացմանը։ Անդրադառնանք արտաքին քաղաքականությանը, որին անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը, դաշնակիցների մասով։ Տեսեք, իրեն հատուկ պրագմատիզմով երկրորդ նախագահը կրկին արտաքին խոշոր խաղացողներին ցույց տվեց, որ իր ուրեմն ղեկավար լինելու պարագայում թե ինքը ինչպես կվարվեր եւ ինչպես իր հարցազրույցի նախորդած մամուլի ասուլիսում գիշեք նախագահը հանդես եկավ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը կամ Թրամփի այդ թրիփը վերափոխելու առաջարկով այն ավելի խոշորացնել, ավելի հետաքրքրացնել շահագրգիռ կողմերի համար նախագահը առաջարկեց, որ Հայաստանը ունակ է իր միջոցներով հյուսիս-հարավի շրջանակներում, ինչու՞ չէ Մեղրիից մինչև Նախիջևան, Ջուլֆայով արդեն միջանցք ուրեմն ստեղծելու մասին, ինչը Հայաստանի շահերը կկրկնապատկեր կամ կեռապատկեր կամ հողի վրա արդեն Հայաստանը որոշակի ուրեմն ձեռքբերում կունենար, քանի որ այդ ճանապարհը կպատկաներ իրեն։ Այս անգամ նախագահ Քոչարյանը կրկին անգամ հանդես եկավ շատ հետաքրքիր լուծումով եւ շատ հետաքրքիր առաջարկով, ուղղակի մնում է անսալ էս առաջարկներին, ուղղակի մնում է որպեսզի մեր հասարակությունը կարողանա սա մարսել, սա ուրեմն կարողանա այս խոսույթը ընկալել, որովհետև վերջին 4 տարիների ընթացքում, 5 տարիների ընթացքում նամանավանդ հետ պատերազմական ապաթիայի իրականության մեջ ժողովուրդը շատ է մղվել արդեն մանր, ճղճիմ, փոքրոգի քաղաքական խոսույթի մեջ եւ ժողովրդին ավելի շատ այսպես ձևակերպեմ, ավելի շատ ինտրիգներն են դիտումներ հավաքում եւ հետաքրքրություններ առաջացնում, քան Հայաստանի այն ուրեմն պետական շահը, որը կարող է լինել ազգային նկարագիր եւ ազգային կերպար ունեցող առաջնորդի ուրեմն վերադարձի ուրեմն պայմաններում։ Իսկ հեշտ կլինի մարդկանց այդ ճահիճից դուրս հանել։ Իհարկե հեշտ կլինի, ուղղակի հեշտ կլինի մի պարագայում, երբ որ ստի եւ կեղծիքի վրա կառուցված իշխանությունը ուրեմն ամբողջապես այսպես քակտվի եւ հասարակությանը ներկայացվի այսբերգի ստորին հատվածը, որովհետեւ մենք ինչ տեսնում ենք այս 7 տարիներին կամ 8 տարիներին 18-ից սկսած մենք տեսնում ենք այսբերգի գագաթը, մենք չենք տեսնում ավերի եւ մենք չենք տեսնում կոլապսի իրական մասշտաբները եւ մենք ամբողջապես չենք պատկերացնում թե ինչքանով է հասարակությունը դեգրադացված կամ ինչքանով է հասարակությունը ապաթիկ վիճակի մեջ, կրավորական վիճակի մեջ, սրանք ուրեմն հետևողականորեն ամեն ինչ անում են, որպեսզի հայ մարդը խելացի չլինի, որպեսզի հայ մարդը չունենա որոշակի
ուրեմն արժեքային, կենցաղային կարծրատիպ, որպեսզի հայ մարդը չունենա տարական ուրեմն վերլուծություններ անելու հնարավորություն, որովհետև միայն երբ հայ մարդը ինքն իր մեջից բացվի, կոպիտ ասած, եւ հասկանա իրականում ինքը ինչ իրականության մեջ է գտնվում, ստի ու կեղծիքես տաճարը միանգամից կփլվի։ Դրա համար, ինչպես երկրորդ նախագահը նշեց, սա իր ներքին չարությունը իր մեջ չկարողանալով տեղավորել, սա անընդհատ ինտրիգներ է ուրեմն ման գալիս, երկիրը դարձնում է չակերտավոր կիսաբաց լուսամուտներ իր քաղաքական խոսույթով, իր ինտրիգներով եւ այլն եւ այլն։ Բայց հաջողվում է, չէ՞։ Ես չէի ասի, որ ամբողջապես հաջողվում է, որովհետեւ վերջին այս ֆեյք պատարակների պատկերները մենք տեսնում ենք, որ արդեն եկել է մի այնպիսի անջրպետ, որ ժողովուրդը արդեն հասկանում է, լավ, ես արդեն ոնց որ թե սկսել եմ Աստծո դեմ կռիվ տալ եւ այս պատարակների քչականակությունը, այդ ֆեյք պատարակների ուրեմն քչականակությունը դրա վառ ապացույցն է։ Ինչու եմ ասում ստի եւ կեղծիքի տաճար, որովհետեւ այդ տաճարի ամրացման համար, հարկերի բարձրացման համար անդադ ինտրիգներ են պետք, անդադ ստեր են պետք։ Ամեն մի ներքաղաքական սրբապիղծ ուրեմն խոսույթ, ամեն մի ինտրիգ, ամեն մի ձայնագրություն եւ այլն, սրանք այս ամեն ինչը այդ տաճարի ամեն մի քարն ու ամեն մի որմն են, բայց ես միշտ նշել եմ եւ ձեր եթերում էլ կնշեմ, որ այդ ստի եւ կեղծիքի տաճարը հենց իր ծանրությունից է փլվելու, իսկ ով մնալու է այդ տաճարի փլատակների տակ, դա թող արդեն ամեն մեկը իր ուրեմն եզրակացությունն անի։ Ներքաղաքականի մասով, որը կառանձնացնեիք երկրորդ նախագահի խոսույթից։ Ներքաղաքականի մասով ինձ շատ դուր եկավ երկրորդ նախագահի ազգային համերաշխության իր մոտեցումները եւ իր դոկտրինը։ Ես իր հարցազրույցի ընթացքում ուրեմն նկատեցի ակնածանք եւ խորը հարգանք հայ ժողովրդի նկատմամբ, նույնիսկ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն երկրորդ նախագահի նկատմամբ բացասական վերաբերմունք կամ իրեն չեն ընտրել եւ այլն եւ այլն։ Սա հատուկ է հենց ազգային գործիչներին, որովհետեւ նրանք գիտակցում են, որ իրենք եթե հայտ են ներկայացնում քաղաքական ուրեմն քամբեքի, ապա իրենք պետք է լինեն ոչ միայն իրենց ընտրողների ղեկավարը, այլև իրենց չընտրողների ղեկավարը։ Այդ խորը ակնածանքը ես նկատեցի դա մեկ, եւ երկրորդը նախագահը շատ ճիշտ ձևով նշեց, որ այս ներքին ուրեմն մարազմի եւ ռուսերեն լավ ընդգծող բառը կաշմարի իրականության պատճառը հիմքում ընկածը, սա ներքին չարության հսկայական ամփն է։ Այսինքն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև հանրության մի հատվածի չարության, այո։ Իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը ինքը չարության մարմնավորում է, սա չի կարող արտապատկերում չունենալ հասարակության վրա, որովհետև հասարակությունն ու իշխանությունը իրար հետ ուղիղ համեմատականներ են, եւ այս արտապրոյեկտումը չի կարող չլինել հասարակության վրա։ Ես հիշում եմ ուրեմն երրորդ նախագահի տարիներին, երկրորդ նախագահի տարիներին, առաջին ժամանակ չեմ հիշում, որովհետև շատ փոքր եմ եղել, բայց ներքին անհամերաշխության այսպիսի ամփ ես երբեք չեմ հիշում, որ քաղաքական հավակնություններով պայմանավորված հայրը որդու հետ չխոսեր, եղբայրը եղբոր հետ թշնամանար, հարևանը հարևանի, 1000 տարվա ընկերները իրար հետ գժտվեին, չգիտեմ, մեկը նիկոլական է, մեկը քոչայանական եւ ես այս ամեն ինչը իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում չեմ հիշում։ Եվ եթե մի հասարակություն պառակտված է, եւ եթե մի հասարակություն չունի հստակ գաղափարական ուղենիշ, լավ մենք որպես ազգ, որպես հավաքականություն ուր ենք գնում, որն է մեր նպատակը, ուր ենք մենք քայլում, եթե սա գոյություն չունի, այդ ազգը վերածվում է ինչ-որ խաժամուժի, ով այստեղ մանր խմբեր սկսում են միայն շահեր փնտրել, որոշակի շահեր փնտրել եւ այստեղից ամբողջապես սկսում է լղոզվել ցանկացած տիպի արժեք, ցանկացած տիպի սրբություն եւ այլն։ Քոչարյանի խոսքում այդպիսի հույս տեսակ կամ ուղերձ, որ կա համապատասխան հող այդ ազգային միասնության Ես համոզված եմ, որ իր ուրեմն հայտի եւ իր վերադարձի պայմաններում եւ դեպքում օրենքի գերակայությունը կգործի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ երկիրը բերել հասցրել են այս վիճակի, ինչը վերաբերվում է արդեն
պերսպեկտիվիների ճակերտավոր ազդեցության տակ մնացած կոնտինգենտին եւ հասարակությանը, այստեղ արդեն նախագահը ցույց է տնում ներքին համերաշխության դիսկուրսն ու մթնոլորտը, որովհետեւ այդ մարդիկ են մեր հայրենակիցները, իրենք են հայեր, որոշները տգիտությունից դրդված, որոշները, չգիտեմ, ինչ որ մոլորվել են, այո, մոլորությունից դրդված մենք այսօր տեսնում ենք աղանդավորները աճի ինչով է պայմանավորված, դա պայմանավորված է նաև կրթության ցենզի ցածր մակարդակով եւ այլն, սա էլ քաղաքական աղանդավորություն է, մենք տեսնում ենք այդ աղանդավորության դրսևորումները, կարգալույց ոմն մեկը պատարագի քարոզի ժամանակ ասում է առաջնայինը դու ես, առաջնայինը հերով դեսի նման չես վարվում, այսինքն քաղաքական մի հատ կուրք է ձևավորվել, այդ կուրքի երկրպագություն է տեղի ունենում, սա ուղղակի մյուս աղանդներից տարբերվում է նրանով, որ սրա հիմքում սրա մեսիան երկրի վրա ապրող մեկն է, ստի եւ իշխանության մեսիան։ Ինչ վերաբերում է սրբությունների հետ կապված, ես ցանկանում եմ մի հատ փոքրիկ մեջբերում անել, ուրեմն նախագահ Քոչարյանը իր հարցազրույցում շեշտեց ուրեմն ստի այս ողջ օպերացիայի մասին, երբ որ անընդհատ նշում էին հաղթելու ենք պատերազմի ժամանակ ապատեղեկատվության տալու այո, եւ ինչպես որ միշտ ամեն դեպքերում ես իշխանական մանր ու միջին ուրեմն քաղաքական մեյմուններից արձագանքներ լսեցի, մեկը խոսում էր 2020 թվականի նոյեմբերի սկզբներին Ռուբեն Ռուբինյանը կարծեմ մտա կառավարություն, տեսա ՊՊՑ-ն այնտեղ չէ եւ այլն ասեցին Փաշինյանը Սյունիք է ուղարկել այսպես մի հիանալի, չգիտեմ, պատմական հերոսի կերպար է ցանկանում կերտել առանց հասկանալու, որ եթե դու ունես ուրեմն կանոնավոր զինված ուժեր, եթե դու ունես Արցախի պաշտպանության բանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, պահեստազորայիններ եւ այլն, դու ՊՊՑ-ն իրավունք չունես տեղափոխելու Սյունիք, որովհետև քո թշնամին, իհարկե եթե այն քո թշնամին է, ինքը մենակ ուրեմն Ղարաբաղում չի աշխատում կամ Սյունիքում չի աշխատում։ Եթե քո թշնամի Երևանի ներսում որևէ ակտ կազմակերպեր, քո ՊՊՑ-ն ինչ էր անելու այդ ժամանակ։ Սրանց անմեղսունակությունը ուրեմն սահմաններ չի ճանաչում եւ այդ պատմությունը լսելուց ես ակամայից հիշեցի Աշոտիկի լեգենդի մասին պատերազմի ժամանակ, երբ որ սրանց պատգամավորներից մեկը ասաց, որ հրթիռակոծության տակ էին ընկել, հրամանատարը ուրեմն հրամայել էր նահանջել, միայն Աշոտիկն էր, որ թախանձագին խնդրում էր եւ այլն եւ հասկանում եք, բայց այս ամեն ինչի հակառակ կողմում մենք ինչ տեսանք, մենք տեսանք գետնին գծված սպայկայի ֆուրերի մասին խոսես, չէ՞, երկրորդ նախագահ գետնին ընկած ուրեմն զինվորների մարմիններ տեսանք, որոնց մարմինները սովորական գյուղացին անգամ իր բերքի նկատմամբ այդպես չի վերաբերվի, ոնց որ սրանք մեր մարմինների նկատմամբ եւ մի բան եմ ուզում ցես անպայման հիշեցնել, որ հոկտեմբերի 18-ին ես այդ օրը երբեք չեմ մոռանա, հոկտեմբերի 18-ին ուրեմն պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, ըստ որի Ադրբեջանը դիմել էր Կարմիր խաչի համաշխարհային կազմակերպությանը միակողմանի կերպով իրենց կողմից, այսպես ասած, գրաված տարածքներում, ազատագրված տարածքներում հայ զինվորների աճունները միակողմանի կերպով վերադարձնելու համար։ Հայկական կողմը այս առաջարկը մերժեց։ Այս Աշոտիկի լեգենդի ուրեմն իրականությունը, սա արդեն ուրեմն այդ մարմինների մեր նահատակների մարմինների վերաբերմունքն էր եւ սրանից հետո նախագահ Քոչարյանին մեղադրել հələ ինչեր է խոսում, այնտեղ Ալեն Սիմոնյանը մեջբերում էր արել, իբր ուրեմն նախագահ Քոչարյանն ասում է, եթե դու ունես ճղճին պատկերացում, որ միայն այս է իմը մնացածի վրա ես թքած ունեմ եւ այլն, սրանք նորից մտան այդ իրենց ձևով ներկայացնելու հա ու իրենց մի հատ բան ունեն, քարտեզ ունեն, ինչ որ մետաղյա թիթեղի պես այդ քարտեզի տրամաբանության մեջ մտան առանց հասկանալու, որ եթե դու ուզում ես տարածաշրջանում գործոն լինել, դու անպայման պետք է որոշակի հավակնություններ ունենաս,
ուղղակի կամ անուղղակի։ Մենք ինչպես տեսնում ենք, մեր հարևան պետության ղեկավարը Իլհամ Ալիևը միայն Արցախով չի սահմանափակվում։ Եվ միայն Հայաստանով չի սահմանափակվում։ Եվ միայն իհարկե սա Ռուսաստանի Դաշնությանն է։ Իհարկե, նաև բառացիորեն մի քանի օր առաջ Սևանը ուրեմն Գոյչա էր անվանում, դուք էլ ստանձնել եք նրան ուրեմն փաստաբանություն անելու ուրեմն դերն ու նշանակությունը։ Երբ որ ազգային գործիչ, ազգային առաջնորդը եւ ազգային տեսակ կրող կոնսերվատոր ղեկավարը խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը իրավունք չունի լինել տկար, խեղճ, այսպես խոնարհված, կիսախոնարհված ուրեմն թուրքական տանդեմի արչև, դուք միանգամից ձեր ձեռքերը վեր եք բարձրացնում ու սկսում եք խոսել ձերեն խաղաղությունից, որին միայն դուք եք հավատում։ Պարոն Ասատրյան, Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում անդրադարձավ նաև բանակ ուժեղացնելու անհրաժեշտությանը, վերականգնելու փաստացիորեն, այո, եւ ասաց, որ եթե խաղաղություն ուզում ես, պետք է ուժեղ բանակ ունենաս։ Կարող ենք սա համարել, որ սա էլ օրինակ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած խաղաղության օրակարգի իր տեսլականն է։ Դա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, դա քիչ թե շատ տրամաբանություն, քիչ թե շատ պատմություն կարդացած մարդու ուրեմն առաջարկ է։ Հայտնի խոսքն ասում է, ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Դու պետք է անընդհատ քո ուրեմն այսպես ասեմ, լավ, այսպես մեկնաբանեմ։ Նայեք, սպորտային աշխարհում գոյություն ունի մարզավիճակ, չէ՞։ Երբ որ սպորտսմենը ինքը խոսում է իր մոտալու հաղթանակների մասին, իր տրիումֆների մասին, նա մարզավիճակ է հավաքում։ Եվ մարզավիճակի բացակայության պայմաններում նա պարտություն է կրում։ Նույնը վերաբերվում է նաև բանակին։ Բանակը պետք է միշտ մարտունակ լինի, միշտ ինքը պետք է գտնվի իր մարզավիճակի մեջ, որպեսզի ոչ ոգի մտքով չասնի, որ հնարավոր է հաղթել այս բանակին։ Նույնը վերաբերվում է քաղաքական գործիչներին։ Ես երեք ուրեմն երկրորդ նախագահի հարցազրույցը նայում եի եւ տեսնում եի, որ այդ մարդը քաղաքական մարզավիճակի մեջ է գտնվում։ Ինքը ունի այդ մարզավիճակը եւ սրան զուգահեռ մենք տեսնում ենք ինչ-որ անհասկանալի դեմագոգ մեկին, ով ուրեմն միջազգային հանդիպումների ժամանակ դառնում է ծաղրի առարկա, իսկ երբ որ ոդք է տնում Հայաստան, իրեն պատկերացնում է աշխարհի ամենաուժեղ տղան։ Սա հենց մարզավիճակի բացակայության արդյունք է։ Եվ թող հայ ժողովուրդը եւ հայ հավաքականությունը ընդհանրապես հույս չունենա, որ նմանատիպ ուրեմն անձերի ղեկավարության պայմաններում հնարավոր կլինի որևէ խաղաղության հասնելու, որովհետև եթե ամեն մարդ իր վրա վերցնի փոքրիկ օրինակ, եթե ես հավակնություն ունեմ ինչ որ մի բան ինձնով անելու, եթե իմ դիմացինը տկար է, թույլ է, մարզավիճակ չունի եւ այլն, իմ ձեռքերը ավելի շատ են բացում, ես ավելի շատ եմ ցանկանում իրենից վերցնել։ Եվ թող մարդիկ վերջապես հասկանան, որ եթե խաղաղությունը եւ հզոր մարտունակ բանակը իրար հետ ուղիղ համեմատականներ են։ Չկա մարտունակ բանակ, գոյություն չի կարող ունենալ խաղաղություն։ Վերջին հաշվով խաղաղությունն ինչ է։ Ժամանակամիջոց երկու պատերազմների արանքում։ Այդ ժամանակամիջոցը կարող է լինել 5 տարի, 10 տարի, 50 տարի եւ այլն։ Եվ մեր ուրեմն ժողովրդին, մեր ժողովուրդը պետք է հասկանա այս բարձ ճշմարտությունը, որ մենք Ադրբեջանով ու Թուրքիայով ենք շրջապատված, ոչ թե մենք Բելգիան ենք շրջապատված ենք, չգիտեմ, Նիդերլանդներով ու Ֆրանսիայով։ Կամ ինչպես Ռոբերտ Քոչարյանն նշեց, նույն Շվեյցարիան, որը նեյտրալ երկիր է, ունի աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, սակայն Սերժ Սարգսյանին էլ է հիշատակել եւ գրում է իր Facebook-յան էջում, ինչպես միշտ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Ժողովրդների իրավունքները, պատմական արդարությունները եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Այստեղ կետերով անդրադառնում է, որ թե պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները, թե բանակցային բոլոր գործընթացները դրանք ընդամենը եղել են թոկը կարճացնելու մասին, կարոտկի պավադոկ։ Եվ նշում է, որ այդ սցենարում Արցախի կոնֆլիկտը, ինքը գրել է Ղարաբաղ, բայց Արցախի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։ Վերջիս կանք, այ անմեղսունակ, եթե պետք է ավարտվեր Հայաստանի Հանրապետության պետական կորստով, դու այդ պարագայում, եթե գիտես, որ պատերազմ է լինելու, դու մեկ ասում ես, ուրեմն ես մինչև վերջ գնացի, որպես ինչ չասեին դավաճան, մեկ դրանից առաջ ասում էր Արցախ Հայաստանը եւ վերջ։ Նիկոլական քարոզչամեքենան նկատած կլինեք, որ ուրեմն նախագահի
նախագահին մեղադրում է Ադրբեջանին սատարելու մեջ։ Երբ որ նախագահը ասում է, որ ուրեմն Հայաստանն ամեն ինչ արեց իդեմս իշխանությունների, որպեսզի պատերազմ սկսվի, սրանք ասում են, այ տեսեք, ուրեմն Քոչարյանը մեղադրում է Հայաստանին եւ ուրեմն, չգիտեմ, պաշտպանում է Ադրբեջանին, բայց հասարակ լոգիկա չէ գոյություն ունի։ Եվ սրանց անմեղսունակության վրա ես ուրեմն էլ չեմ կաս, չէ, իրենք անմեղսունակներ չեն, որովհետև անմեղսունակը, եթե 10 հատ վատ որոշում է կայացնում, այդ 10-ի մեջ կամ 100-ի մեջ գոնե մի լավ որոշում պետք է որ կայացնի։ Բայց սրանց ցանկացած ինչը վերաբերում էր պատերազմին, ինչը վերաբերում էր պատերազմի ընթացքին, պատերազմի ավարտին, նախապատերազմական իրավիճակին, սրանք հետևողականորեն ամեն ինչ արել են, բառացիորեն ամեն ինչ արել են, որպեսզի Ղարաբաղը, այսպես ասած, գեղեցիկ գորգի նման փռեն Ալիևի ոտքերի տակ։ Մի յուրահատկություն էլ կա, որ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ երբեմն նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնում են որպես մի շրջանակ։ Այո, ես վերջից էի գալի հիմա կամ սկզբին։ Ցանկացած նման խոսույթի դեպքում ընդհանրապես կապ չունի, այդ խոսույթը կկիրառի Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր որևէ գործիչ։ Երբ որ նրանք Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ուրեմն դնում են մի նախադասության մեջ որպես մեկը մյուսի տրամաբանական շարունակություն, ես միանգամից իմ մոտ այդ ռեակցիան միանգամից առաջանում է, որ ընդհանրապես պետք չի երկրորդ եւ երրորդ նախագահներին ուրեմն նույնացնել, որովհետեւ երկրորդ եւ երրորդ նախագահի մոտեցումները թե գեոքաղաքական, թե մարդկային, թե ներքին ուրեմն ներքին քաղաքականության ուրեմն կազմակերպման բոլոր առումներով այս մարդիկ տարբեր մարդիկ են։ Ի վերջո առանձին քաղաքական գործիչներ են։ Մեկը պահպանողական է, կոնսերվատոր է իդեմս Քոչարյանի, մյուսը լիբերալ է իդեմս Սերժ Սարգսյանի։ Հայ-թուրքական հարաբերություններում, հայ-ռուսական հարաբերություններում, հայ-ամերիկյան հարաբերություններում Քոչարյանի պատկերացումները ու Սերժ Սարգսյանի ամբողջովին տարբեր են։ Ղարաբաղյան հարցի լուծման, այսպես ասած, տեսլականի մեջ էլ որոշակի տարբերություններ կա։ Իրենք բացառապես տարբեր, ուրեմն նախ եւ առաջ քաշային կատեգորիաներ են, սկսենք դրանից, եւ հետո նաեւ իրենք բնավ տարբեր ուրեմն քաղաքական ֆիգուրներ են եւ ուրեմն քաղաքական պերսոնաժներ են։ Հետևաբար այս նախկին ներկա խոսույթին միտված Նիկոլ Փաշինյանի տրյուկը ես չեմ կարծում, որ հիմա կաշխատի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իր այդ գրառումը այդ նախադասությամբ սկսում է զուտ նրա համար, որպեսզի Քոչարյանին եւ Սարգսյանին մի ամբողջություն դարձնելով, նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, Սարգի կրկին նախկիններ, ինքը որպես ներկա եւ այլն, իրենից ուժեղ նախկին այս պահին այլևս գոյություն 7 տարի երկրի ղեկավար է, ինքը հələ ցանկանում է հայ ժողովրդի ուղեղի մեջ սրսկել այդ թույնը, նախկիններ, ներկաներ եւ ինքնին խոսույթը նախկին եւ ներկա, սա միտված է կրկին անգամ ուրեմն տարանջատման, որովհետեւ այդ մարդիկ, այդ քաղաքական գործիչները ունեն իրենց աջակիցները, ունեն իրենց հետևորդները եւ այլն։ 21 թվին ուրեմն Քոչարյանը 280,000 ձայն ու վստահության քվե է ստացել։ Կրկին նախկին ներկա ուրեմն այս տարանջատումը տանելով ինքը կրկին ուրեմն Քոչարյանի 280,000-ին եւ իր 600 քանի հազարին կամ 400 քանի հազարին ուրեմն կրկին թշնամացնում է։ Հասկանում եք, սրա ցանկացածը միայն ու միայն ներքին թշնամանքն է։ Եվ հետեւաբար այս նախկին ներկա խոսույթ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թալանեցին եւ այլն, այս խոսույթը վերջում մեր հասարակությունը հայ մարդը պետք է հասկանա, որ սա ոչ մի տեղ չի տանում։ Սա չի ուրվագծում ազգային այն գաղափարը, որի հետևից պետք է քայլի մեր հասարակությունը եւ մեր ազգը։ Պարոն Ասատրյան, շատ կարևոր հարց է, որին ուզում եմ անդրադառնալ, երկրորդ նախագահը իր խոսքում նշեց Արցախյան հարցի լուծման տարբերակը, որ կարող էինք ունենալ, եթե Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին չսկսեր իր զրոյական կետից, այն է մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակով։ Ինչ կարող էինք ունենալ եւ ինչ ունենք հիմա։ Մադրիդյան սկզբունքների ժամանակ եւ առհասարակ երկրորդ նախագահի ղեկավարման ժամանակ եւ ինչու՞ չէ երրորդ նախագահի դեռևս գոյություն ուներ այսպես
ազգի հավաքականության, միասնության այդ փշրանքները երրորդ նախագահի վերջին ուրեմն պաշտոնավարման տարիներին դրանք արդեն փշրանքներ էին, բայց երկրորդ նախագահի կառավարման տարիներից մենք տեսնում ենք Հայաստանի ու հայ ժողովրդի դերն ու նշանակությունը միջազգային արենաներում եւ ասպարեզներում եւ կենցաղում հայ մարդը ուրեմն արտերկրում գլուխը բարձր, որովհետեւ իր ներկայացնողը միջազգային արենաներում այնպիսի ելույթներ էր ունենում եւ այնպես էր կարողանում իրեն դրսեւորել, որ ժողովրդի մեջ նստվածք տված էր այլևս, որ անհնար է Ղարաբաղի կորուստը ուղղակի անհնար է եւ Ղարաբաղի խնդրի լուծման ուրեմն լուծումը զուտ ժամանակի խնդիր է։ Հայ մարդու մտքով երբևիցե չի անցել, որ որոշ ժամանակ հետո մեծ ուժերի կողմից, հզոր ուժերի կողմից կարող է բերվել ինչ-որ մեկը, ինչ-որ մի քաղաքական, ինչ ձևակերպում, հակահայ, ինչ-որ մի քաղաքական հակահայ, ով պատերազմի ժամանակ կկանգներ, կասեր, վերցրեք ձեր սաղավարտները եւ այլ բռոնեժիլետները, գնացեք էս արեք։ Մենք հարցազրույց կտար, կասեր մենք հենց հիմա ուրեմն Ջաբրայիլում այնպիսի օպերացիա ենք իրականացնում եւ այլն, հայ մարդու մտքով դա չի անցել, որ ինքը կարող է մի օր ունենալ այդպիսի ղեկավար։ Ինչը վերաբերվում է Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացիային, ապա այո, միանշանակ Հայաստանի Հանրապետությունն այն ժամանակ ուներ արտաքին հարաբերությունների ձևավորման այն ուրեմն դոկտրինը, որը անկասելիորեն տանում էր Արցախյան հիմնահարցի լուծմանը։ Պարոն Ասատրյան, քանի որ դուք առաջ Աչակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր մարմնի անդամ եք, չեմ կարող չանդրադառնալ նաև մեր զրույցի վերջում վաղ շաբաթի համայնքապետի ընտրություններին, ձեր կուսակցությունից ունեք թեկնածու առաջադրված Սևակ Խաչատրյանը, դատելով համայնքում բնակիչների հետ հանդիպումներից ստացած արձագանքներից, ինչպես է գնահատում այժմ վիճակը։ Ինչպես Սևակ Խաչատրյանն է նշում, հաղթանակ դաշինքի ղեկավարը, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, որովհետև շոշափելով հասարակական տրամադրությունները, մենք տեսնում ենք հսկայական վստահություն, մենք տեսնում ենք անկեղծություն, ուրեմն վաղարշապատցիների կողմից, եւ մյուս կողմից մենք տեսնում ենք իշխանական թևի այսպես գալարումները, ինչպես է որ անձրևորդի վրա աղես լցնում սկսում է գալարվել անկանոն շարժումներ անել, իրենք հենց հիմա այդ վիճակի մեջ են գտնվում, որովհետև ես թիմ ընտրությունների ժամանակ վերջին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ես այսպիսի խայտառակ պատկեր, վարչական ռեսուրսի կիրառման այսպիսի խայտառակ պատկեր ես կյանքում չեմ տեսել։ Պատկերացրեք, բանը հասել է նրան, որ հայտնի Դանիել Իոնիսյանը չի կարողանում այլևս այնքան չի կարողանում սվաղել սրանց ապօրինությունները, որ դիմում է դատախազություն, հասկանում եք, սրանք իրենց ուրեմն համայնքապետարանի տեխնիկան են մեկ տրամադրում, ուրեմն պաստառներ կպցնելու համար այնտեղ, որտեղ որ արգելված է։ Մեկ ինչ որ ընտրություններից մեկ օր առաջ ժողովրդին հաց են բաժանում, կերակուր են բաժանում, փող են բաժանում բարեգործության անվան տակ։ Մի դպրոցի տնօրեն ուրեմն գյուղի բնակիչներին կանչել է ինչ որ հասարակական կազմակերպության անվան տակ, ուրեմն բրինձ է բաժանում, լոբի է բաժանում, ուրեմն ասֆալտի վրայից ասֆալտ են փռում։ Այսպիսի բան ես իմ կյանքում ուրեմն տեսած չկամ։ Մենք ուրեմն 1-2 օր առաջ էինք քայլում ուրեմն այդ Խոյ համայնքի գյուղերով, նույն գյուղում դու ուրեմն առավոտյան քայլում ես, այդտեղ ուրեմն գրունտային ճանապարհ է, ու նույն գյուղում դու երեկոյան ես ուրեմն քայլում, այդտեղ արդեն այսպես մանրացած ավազ է, ասֆալտ է փռված։ Մի գյուղ կար, բառացիորեն հարթ մակերևույթով ասֆալտի վրայից կրկին ասֆալտ էին փռում։ Չեն քերում ասֆալտը եւ հասկանում եք, բանը հասել է նրան, որ նույնիսկ այդ դպրոցի տնօրենին ձերբակալել են արդեն, որովհետեւ այլևս անհնար է այս ամեն ինչը ուրեմն քողարկել եւ սա հենց այդ գլխավոր առհավատչան է, որ սրանք 1000 կեսեր լինեն ժողովրդի լեզվով ասած, այլևս սրանց անկումը անկասելի է։ Թերթերը գրում են, որ ԿՊ-ի գլխավոր թեկնածու Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է, ճիշտ է։ Ես մի քիչ վերապահումներով կմոտենամ դեպրեսիա մարդ գիտեք երբ է ընկնում, երբ որ ինչ որ իր մեջ ներքին հակասություններ են առաջանում, գիտեք։ Դե գրում են, որ շատ ծանր է տանում մեղադրանքները, որ իր հոր պատգամը ուրացել է։ Ես չեմ հավատում, որ ինքը դա ծանր կտանի։
որովհետև եթե ախր դա մածունի նման սպիտակ իրականություն է, էլի, եթե դու տեսնում ես, որ քո հորը, ով իր կյանքն ու վաստակը ներդրել է Արցախը ազատագրելու համար, քո հորը, քո քաղաքական ղեկավարը անվանում է օկուպանտ, եթե դու դրանից հետո դեպրեսիայի մեջ չես ընկնում, դու դրա մեջ տեղավորվում ես, ինչ դեպրեսիա, մի պարագայում կարա դեպրեսիայի մեջ ընկնի, երբ որ տեսնի, որ ինքը չունի ժողովրդի վստահություն, այդ դեպքում կընկնի դեպրեսիայի մեջ, որովհետև աթոռից իշնելու ռիսկը կմեծանա, այդ դրանից կընկնի դեպրեսիայի մեջ հաստատ, բայց ինչ վերաբերվում է իր ուրեմն հոր խոսույթին, քաղաքական խոսույթին, ես բնավ չեմ հավատում, որ ինքը այդ ամեն ինչի պատճառով դեպրեսիայի մեջ կընկնի, ընկնողեր վաղուց արդեն պետք է ընկած լիներ։ Վաղաշապատի բնակիչները ինչ եք կարծում իրենց ընտրությամբ նաև կաջակցեն Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, թե? Այո, միանշանակ սրանք ուրեմն լծորտված են եւ ուղիղ համեմատականներ են։ Սևակ Խաչատրյանը իր հանդիպումներում համայնքի բնակիչների հետ իր հանդիպումներում միշտ նշում է ձայն տալ Արգիշտի Մեխակյանին, նույնն է ձայն տալ Նիկոլ Փաշինյանին, նույնն է ձայն տալ եկեղեցու դեմ հարձակումներին, նույնն է ձայն տալ մեր հերոսների ուրացմանը եւ այլն եւ այլն։ Թիմ ընտրություններն ունեն որոշակի սպეციფիկա, երբ որ տեխնացուներին ուրեմն վերաբերվում է ժողովուրդ որպես հենց իր կերպարով, այսինքն իրենց քաղաքական թիմը կապ չունի ում մարդն է, բայց ոչ, սա այդ դեպքը չէ, որովհետեւ Էշմիածինը մեր սուրբ քաղաքն է, Էշմիածինը մեր համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է, Նիկոլ Փաշինյանը եթե հաղթեց Էշմիածնում, մայրաթորի նկատմամբ իրականացվող գրոհը զուտ օրերի խնդիր է։ Պարոն Ասատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրներ Առաջ կենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը, դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։